ինչ հոդվածով եք դատապարտված, քանի տարի է։ Խարդախություն, խաբեբայություն, դա մի քիչ երկար բաներ է, որը որ իմ հետ կապված չի։ Ամեն դեպքում ես կուզեի դատական համակարգից խոսայի, ասեի, որ այս հիմնարկը ընդհանրապես նորմալ հիմնարկ է ու կալանավորների, դատապարտյալների հետ շատ նորմալ վերաբերմունք են։ Իսկ ինչ որ վերաբերվում է դատական համակարգին, վաղաժամկետ մտնում են, չեն ազատվում։ Ասում եմ, միավորները տվել են, միավորները հավաքել են, բայց ասում եմ, դա կապ չունի, ես զգում եմ, որ դուք պատրաստ չեք։ Այսինքն այդ վաղակետ ազատման ինստիտուտը չի գործում նորմալ։ Չի գործում, ընդհանրապես չի գործում։ Ինքներդ դիմել եք։ 4 անգամ։ Եվ մերժել են։ Հավաքում եմ 30-31 միավոր, մտնում եմ ու չունեմ ընդհանրապես տուժ, անգամ բանավոր։ Ինչքան է մնացել ձեր ազատմանը։ 2-8։ Իսկ ինչ որ վերաբերվում է հիմնարկին, հիմնարկը շատ նորմալ աշխատում է, հիմնարկից ոչ մեկից դժգոհություն չկա։ Ինչով եք զբաղվում հիմնական ձեր առօրյան ոնց եք լրացնում։ Առօրյան դասընթացների են գալիս, շախմատի, առարկաներ կա, որ առարկաներ է սպառակում։ Ժամանակը տորդ անցկացնում ես էլի։ Իսկ հետևում եք Հայաստանի պատերից դուրս գտնվող կյանքին, ինչա տեղի են ունենում Հայաստանում, Երևանում, հասարակության մեջ քաղաքական դաշտում։ Նայում ես, ինչ որ բաներ ասում են, դա է ամենաշատ մեր ինֆորմացիան։ Անհանգստացած եք մեր երկրի ճակատագրով։ Դե ոնց կարելի է չանհանգստանալ։ Երբ որ լավ է լինում, դուք էլ եք լավ զգում։ Մի քիչ խառն է լինում, վատ եք զգում։ Եթե հենց վաղը ինչ որ հրաշքով ազատվեք, այստեղից դուրս գաք, առաջինում կայցելեք, ինչ կանեք։ Մտածել եք այդ մասին։ Ինչ որ հարազատներին կապված, հիմնարկին կապված։ Բոլոր հետ կապված։ Հենց առաջինը ես դուրս կգամ, հաջորդ օրը կգամ հիմնարկ։ Կգամ ղեկավարությանը տեսնելու տեսակցության, մնացած օրերը արդեն։ Կապվել եք արդեն իրար հետ։ Հա, դե երբ որ մարդու հետ նորմալ վերաբերմունք կա, ոնց կարելի է չկապնվել։